ովքեր որ կգան հետևյալ դիսկուրսով, ոչ Ռուսաստան, ոչ Թուրքիա, ուրեմն հաստատ ռուսական է։ 100%, այդպես, որովհետև երկընտրանքը նայեք, էլի երկընտրանքը պահում են։ Հո Հայաստանը չի ծնվել այս երկու գիշատիչների մեջ հարց լուծելու։ Բայց տեսեք, մենք ունենք 100 տարվա, իհարկե 100 տարվա բան է, էլի։ Մեր վզին նախ Բանաձևը ինքը կա, եղել է։ Բայց նաև Բանաձևը պրոպագանդվել է որպես Հայաստանի կենսագործունեության միակ ոլորտ։ Երբ որ դուք ռուսական չեք, անպայմանորեն թուրքական եք։ Այս թեզը կողքից կա։ Եվ այն մարդիկ, ովքեր որպես հասուն օբյեկտիվիստներ, որպես նորելուկ, չգիտես, ոչ այն, ոչ այն, այդպես ներկայանում են, եւ հանկարծ եթե որը մեկ ասի, ոչ էս պետք է լինի, ոչ Ռուսաստան պետք է լինի, ոչ Թուրքիայի գերակայություն պետք է լինի, հաստատ տակը ռուսական կակեբեն է։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։